Մեծարգո վարչապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հարգելի վարչության անդամներ, սիրելի կուսակցական ընկերներ, ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Մենք այսօր ապրում ենք մի տարած ժամանակաշրջանում, երբ մեր երկիրը կանգնած է հերթական պատմական ընտրության շեմին։ Հունիսի 7-ին մեր ժողովուրդը կրկին պիտի որոշի. շարունակում ենք կերտել ինքնիշխան, խաղաղ, ժողովրդավարական եւ արդար պետություն, թե թույլ ենք տալիս խարխլել այդ պետականաստեղծ ընթացքը։ Մենք, որպես վերջին 8 տարիներին ժողովրդի քվե ստացած կառավարող կուսակցության անդամներ, մեր ժողովրդի առաջ ներկայանում ենք ոչ թե լոկ խոստումներով, այլ կոնկրետ եւ չափելի արդյունքներով, որոնք հնարավոր են դարձել մեր որդեգրած քաղաքականությունների եւ մեր ժողովրդի ջանքերի շնորհիվ։ Մեր քաղաքականության հիմքում դրված է սոցիալական համերաշխության առանցքային սկզբունքը, եւ մենք գիտակցում ենք, որ որևէ անձ միայնակ չի կարող հասնել բարեկեցության։ Դրան նպաստում են հանրային ենթակառուցվածքները, թե նյութական, թե ոչ նյութական։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք, եւ դա դրսևորվում է աշխատանքով եւ բարեխիղճ չարկեր վճարելով։ Հենց այդ գիտակցումը զուգակցված լավարկվող կառավարման, հանրային հաշվետվողականության, թափանցիկության եւ անզիջում հակակոռուպցիոն պայքարի հետ թույլ տվեց մեզ ձևավորել մրցակցային տնտեսություն։ Երբ բիզնեսը դուրս է գալիս ստվերից, պետական եկամուտները սկսում են աճել աննախադեպ տեմպերով, ինչը մեզ հնարավորություն է տալիս իրականացնել լայնամասշտաբ մարդակենտրոն միջոցառումներ։ Հենց այդ վճարված հարկերով կամ այսպես ասած ազնիվ փողերով է, որ մենք կարողացել ենք նվազագույն կենսաթոշակը 16000-ից դարձնել 46000, իսկ միջին կենսաթոշակը 40-ից 60000, չհաշված մինչև 10000 դրամ հետ վճարը։ Մեր սոցիալական քաղաքականության առանցքում մարդուն ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունենալու կամ սեփական ձեռնարկությունն ավելի շահութաբեր դարձնելու կարողություններով օժտելն է, ինչը հնարավոր է միայն որակյալ կրթության միջոցով։ Հենց դրա շնորհիվ է, որ մենք մոտեցել ենք ծայրահեղ աղքատության վերացմանը, էականորեն կրճատել աղքատությունն ու գործազրկությունը։ Դեպի բարեկեցություն գնացող այս ընթացքը ցավոք մի քանի անգամ խաթարվել է, վերջին 8 տարիների մեզ վրա հասած ուժեղ ճգնաժամերով, որոնք սակայն մեր ժողովրդի ուժեղ կամքով հաղթահարվել են։ Մենք համոզված ենք, որ հաստատված խաղաղությունը, դրանից բխող սոցիալ-տնտեսական զարգացումները եւ մեր կողմից իրականացվող բարեփոխումները արագացնելու եւ անկասելի են դարձնելու բարեկեցիկ երկիր դառնալու այս ընթացքը։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, մենք նաեւ հստակ տեսնում ենք մեր ապագա անելիքները եւ հունիսի 7-ին ներկայանում ենք ոչ միայն գաղափարական, նախընտրական այնպիսի ծրագրով, որտեղ բարեկեցությունը հայեցողական բարիք չէ, այլ երաշխավորված իրավունք, այլև շատ կոնկրետ ու չափելի նախագծերով։ Դրանցից մեկը հասանելի բնակարան բոլորին պետական բնակարանային նոր քաղաքականության ներդրումն է, որի արդյունքում քաղաքացու համար սեփական տանիք ունենալը պետք է դադարի լինել անհասանելի երազանք եւ վերածվի պետության կողմից աջակցվող հնարավորության։ Առանձնահատուկ կարևորելով բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման հարցը, այդ նպատակով պետական աջակցության ծրագիր ենք իրականացնելու, քանի որ հավատում ենք, որ շատ երեխաներ ունեցող ընտանիքը պետք է լինի պետության հատուկ հոգացության եւ պաշտպանության ներքո։ Մենք նպատակադրված ենք նաև կառուցել եւս 3000 նոր տուն սահմանամերձ եւ գյուղական բնակավայրերում, արդեն իսկ հայտնի դարձած 16 միլիոնի ծրագրով, դրանով իսկ ամրացնելով մեր երկրի ռազմավարական հիմքերն ու սահմանները, ինչպես նաև կապելով այն նոր կառուցվող դպրոցների ծրագրի հետ։ Նաև ստեղծելու ենք 1000 նոր սոցիալական բնակարան թիրախային խմբերի կարիքները հասցեագրելու համար։ Մեր քաղաքական պատասխանատվության անբաժանելի մասն է նաև Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ հոգացությունը եւ նրանց կայուն բնակապահովումը, ինչը մեր ազգային համերաշխության լավագույն վկայությունն է։ Միաժամանակ ներառականության սկզբունքով մենք շարունակելու ենք անձնական օգնականի ծառայությունը տրամադրելով այն հաշմանդամություն ունեցող 2000 անձանց, որպեսզի ապահովենք նրանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին։ Եվ որպես արժանապատիվ ծերության երաշխիք մենք հետևականորեն իրականացնելու ենք կենսաթոշակների ինդեքսավորումը, որպեսզի միջին կենսաթոշակը երբեք ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Իհարկե վերոնշյալ ծրագրերն ընդհանրապես մի փոքր մասն են այն ամբողջական եւ համապարփակ հոգացության, որին ձգտում է մեր քաղաքական թիմը։ Առջևում ընտրություններ են։ Մենք գիտենք, որ դեռ շատ անելիքներ կան, բայց նաև գիտենք, որ այս խաղաղության, ժողովրդավարության եւ աշխատանքի վրա հենված բարեկեցության ուղին այլընտրանք չունի։ Մենք չենք խոստանում անվճար բարիքներ,
Մենք խոստանում ենք արդար միջավայր, որտեղ յուրաքանչյուրն իր աշխատանքով պետության աջակցությամբ ու կրթությամբ կարող է հասնել հաջողության։ Հունիսի 7-ին մենք կրկին ակնկալում ենք մեր ժողովրդի վստահության քվեն, շարունակելու այն բարեփոխումները, որոնք Հայաստանը դարձնում են ավելի արդար, ավելի համերաշխ եւ ավելի բարեկեցիկ պետություն։ Մենք ունենք կամք, թափանցիկ կառավարման փորձ եւ հստակ տեսլական դեպի ապագա։ Կեցե, խաղաղ, ինքնիշխան, անկախ եւ բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն։